Ուրեմն Ժորժ ջան, մեզ ոչ միայն մարդիկ աջակցում են հենց զուտ ֆինանսապես, նաև բավականին մեծ աջակցություն են ցույց տալիս տեխնիկապես, գույքի տեսքով եւ այլն եւ այլն եւ այլն, ու մենք դες նոր խմբականակի նոր լիքը բաներ ունենք, որոնք ճանապարհին են եւ գույքի տեսքով եւ տեխնիկայի տեսքով Ամերիկայից լույսեր ենք սպասում Հայաստանից վաղը նոր տաղավարային բաներ ենք սպասում բոլոր այդ տղերքին շնորհակալություն շատ իրականում անկեղծ եմ ասում ես մեկ նստում եմ ասես նայում եմ ասում եմ արա լավ երևի թե բացառիկ օրինակ է որ մեդիան որպես հարթակ YouTube-յան նոր հա ալիք բացառապես ֆինանսավորում է այսքան թափանցիկ ու այսքան լսողների, նայողների կողմից, աուդիտորիայի կողմից։ Օրինակ ես միշտ բան եմ արել, չգիտեմ, Netflix նայելուց փող եմ տվել, որ Netflix-ը նայեմ։ Ու երբեմն ես չեմ տվել, ասենք ընկերոջս account-ով եմ նայել կամ բան հակառակը, բայց այնուամենայնիվ իմացել եմ, որ սա վճարովի սթրիմինգային բան է, էլի։ Ու միշտ ինձ բան ա եղել, էլի, ասել եմ, տնես կգա ժամանակ, որ մեր երկրում այտենց փոքր բաները, պրոյեկտները ունենան այտենց լսարանային ֆինանսավորում։ Ու այսօր մենք որպես փաստ գոյություն ունենք ու դրա համար շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին եւ այն մարդկանց, ովքեր որ բոլոր ձևերով, ոչ միայն ֆինանսապես, տեխնիկապես ու այլ ճանապարհներով, նաեւ նայում են, տարածում են, կարծիք են հայտնում իրանց շրջապատում։ Այս վերջերս բան ա դարել, ինչ որ տրենդային ա դարել տարբեր մարդկանց կողմից ինչ-որ բաներ սենց նշել, խոսալ, պատմել իրանց հարթակների բանի մասին, ես հուսով եմ, որ մենք կունենանք հնարավորություն մեր լսարանի հետ օֆլայն տիրույթում քննարկելու այդ հարցերը մեր հետ կապված, քանի որ իրանք հենց երևութական չեն, էլի, շատ կոնկրետ են, շատ շոշափելի մարդիկ են, գոյություն ունեն։ Եվ այսօր ես ու Վազգենը նաև գնացել էինք օֆլայնի մնեմնիմի համար զալ նայելու, գտել ենք օպերասիոյի հյուրանոցում լինելու ըստ էության նոյեմբերի վերջին հատվածում։ Եթե չփակվի օպերասիոյը միջև նախապես ասեցի եւ քանի որ այսօր երրորդ նախագահը եւս հայտարարել է իր ճեպազրույցի ընթացքում որ շատ մոտ ապագայում կլինի ուղիղ եթերում հետո մեզ մոտ նաեւ հայտնենք որ ունենք նաեւ նորություն այդ մասով այդ խոսքը էի տվել որ մենք կասենք թե երբ է լինելու նոյեմբեր ամսվա առաջին կեսին այսինքն մինչև ամսի 15-ը երրորդ նախագահը լինելու է իմնեմնիմի հյուրը էքսկլյուզիվ հյուրը եւ մենք ունենալու ենք երևի թե մեր ողջ իմնեմնիմի ընթացքում ամենահետաքրքիր ու ամենաբարդ եթերը բարդ են առումով որովհետեւ ամեն անգամ չի որ նախագահը գնում որևէ ոդքասթ ավելին ասեմ այդ փորձը ոնց որ աշխարհի նախագահներից հայտնի մարդկանցից ըստ էության Դոնալդ Թրամփը ինձ հայտնի բայց նախագահ չէր այդ ժամանակ գործող նախագահ որպես պաշտոնաթող նախագահ էր բայց այնուամենայնիվ գործող նախագահ հա պաշտոնաթող էր ճիշտ է հա այսինքն գլոբալ առումով մեր համար այդ լինելու է բացառիկ եթեր հույս ունենք որ լսարանը եւս շատ հարցերի իմբռնումով կմոտենա այն հարցային հատվածին եւ այլն այնց որ պատրաստվեք նոյեմբերի առաջին կեսում մենք հյուրընկալելու ենք երրորդ նախագահին եւ ունենալու ենք բոմբագույն եթեր քաղաքական առումով շատ կարեւոր մեսեջինգով կարծում եմ որ բոլոր հարցերը որ մինչ այս մնացել են անպատասխան կամ պատասխանվել են բայց հասցեատիրոջը միջև վերջ չեն հասել մենք փորձելու ենք քննարկել երրորդ նախագահի Ես մի բան էլ ասեմ, քանի որ նախնական երբ քննարկում էինք նախագահի հետ իր հյուրընկալվելու հարցը հենց իր կողմից ցանկություն է բարձրաձայնվել պատասխանելու նաև լսարանի հարցերին ուստի այդ էլեմենտը արկա լինելու ես բնականաբար չեմ կարող խոստալ եւ ակնհայտ է որ չեն կարող բոլոր հարցերին կամ պատկերացնում եք հա ես ենթադրում եմ որ շատ մարդ է դիտելու դա հենց real time բայց նախապես էլ օրինակ այն մարդիկ ովքեր մեզ հետ կապի մեջ են մեր Patreon-ները այն մարդիկ ում հետ մենք անձնապես ենք շփվում կամ մեր մշտական դիտողները եթե ունեն բովանդակային հարցեր կարան նախապես էլ մեզ ուղարկեն մենք հաշվի կառնենք եւ կընդգրկենք եթե ինչ որ այդ գլոբալ տրամաբանության մեջ դա տեղավորվի իրականում սա լրիվ անկեղծ եմ ասում վստահ եմ մեր լսարանը չի կասկածում մեր անկեղծության վրա մենք չունենք որևէ սահմանափակում չի եղել որևէ բան որ
մեզ ասեն, գիտեք, օրինակ, բայց այս հարցերի շուրջ չխոսեն կամ հակառակը նախագահը ասել է ազատ ես բոլոր հարցերին կպատասխանեմ, ուստի մենք պիտի որոշենք, թե այդ եղած ժամանակում որ հարցերն ենք ներառում, խմբեր կազմենք հարցերի, հա, ինչ որ էտապ, ինչ որ փուլային, հա, չգիտեմ, 18 թվականը առանձին, մինչև 18 թվականը պատերազմի շրջանը, հետ պատերազմական շրջանը, նաև էս եկեղեցու հետ կատարվածը, չգիտեմ, եկող հնարավոր զարգացումները, մի խոսքով կիսելու ենք սենց խմբերի եւ եթե դուք ունեք հարցեր, խնդրում եմ մաքսիմալ հենց հարցի ֆորմատով, այսինքն բովանդակային առումով կոռեկտ, հա, կազմեք այդ հարցերը, ուղարկեք մեզ, ես չեմ բացառում, որ քանի որ մենք նախնական աշխատանք ենք կատարելու, դրանք էլ ներառվեն կամ դրանցից մի մասը ներառվի կամ որոշակի ձևափոխումներով միտքը ամեն դեպքում լինի, մեզ հետաքրքիր է թե որ հարցերն են ամենաշատը հետաքրքրում է, չեմ բացառում, օրինակ եթե կրկնվող տեսնենք, որ օրինակ չգիտեմ 10 հոգի, 5 հոգի, չեմ 20 հոգի, նույն շրջանակի հարցատալի ակնհայտորեն մենք հասկանանք, որ դա լայն հետաքրքրություն է առաջացնում լայն շրջանակների մոտ եւ կփորձենք դա էլ ներառել։ Իդեպ մի բան էլ այսօր նախագահը ասեց լրագրողներից մեկին, եթե չեմ սխալվում, Արաքսին Մամուլյան ասեց, որ դուք բոլորդ ունենալու եք հնարավորություն հարց տալու։ Ըստ էության երևի թե պետք է լրագրողների համար էլ ինչ-որ առանձին բան ունենանք, որտեվ նախագահը դա ասեց, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով որ ուղիղ եթերի ժամանակ հնարավորություն կա այդ հարցերը տալու, բայց երևի թե կարանք մենք մեր գործընկերներին կիսասուլիսային վիճակ դառնա, այսինքն չէ, ինչ-որ խմբականակի հարցեր լրագրողներից տանք, երևի թե հերի պետք է քննարկենք, հասկանանք ինչ նկատի ունենք։ Բացի դա դու մոռացել ես, մենք դասական լրագրության ռահվիրաներս պարտավոր ենք դա հաշվի առնել եւ կատակամիկում գործընկերային էլ կլինի գոնե 18 թվականի հետ կապված, քանի որ նախագահն ասել է, որ 18 թվականի մի անգամ է խոսալու ու այդ եթերում տալ հնարավորություն, մի խոսքով կքննարկենք նաեւ լրատվական դաշտին տեղյակ կպահենք, եթե բան լինի հարցերի մասին նախապես ուղղակի պետք է գոնե լրագրողները տան, որ մենք կարողանանք խմբավորել։ Ընթացս էլ է հարց տալը լինելու, որովհետև այդտեղ աշխատելու է բավականին մասնագիտացված թիմ, որը ըստ էության back office է լինելու ու անելու է այն ինչ բան ունենք։ Ասիկ գրելա, որ մենք նոր գիրք ենք նվեր ստացել, Անասնաֆերման, էսա, Ջորջ Օրելի Անասնաֆերման, Զավենն է բերել։ Զավենն է մեզ նվիրել, շնորհակալություն Զավենին։ Բայց որ Ժողովուրդ ջան, մենք այդ ամեն ինչի մասին, հատկապես տեխնիկական մասը կասենք, բնականաբար նես ճուրտ են սովորական եթեր ալնելու, որ ասենք է սովորականա սուտ կասենք, ինքը լինելու է բան, հա, բացառիկ եթեր, հետեւաբար նաև դրա համար պետք է լինելու բացառիկ տարբեր նախապատրաստական միջոցառումներ, որի մի մասը մենք հրապարակային կասենք եւ կունենանք հնարավորություն նաեւ լրագրողներից ստանալու, նաեւ նախագահ ասեց այսօր եթե չասեր միգուցե մենք բան չանենք, բայց քանի որ ասեց լրագրողներին, հետո հաստատ կշահարկեն, էլի կասեն, բա մենք չկարացանք հարց տանք, դրա համար լրագրողներին էլ մեր գործընկեր կտանք հնարավորություն տալու հարցեր, իհարկե մենք կընտրենք հարցերի բայց այնուամենայնիվ քննարկենք մեխանիզմը հասկանանք։ Հա, էլի մեխանիզմը կհասկանանք չդառնա, որտեղ պատկերացնում ես, եթե դե ասուլիս չպետք է դառնա, մի քիչ պատմություն կդառնա, չէ, մենք բաժանելու ենք, որ մի խոսքով մենք մեր դրած ձևով հələ ժամանակ ունենք, ես անկեղծ ասած քանի որ դեռ կա ժամանակ որոշակի, տենց շատ հələ որ չեմ անհանգստանում, բայց քանի գնալով մոտենում է, որոշակի անհանգստություն ունեմ այն առումով, որ բնականաբար բացառիկ եթեր է դա ու ուղիղ եթերում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի խոսքով պետքա պատրաստել։ Շատ ես վստահ եմ, որ լինելու է դա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ կարևոր մի